Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմն ավարտվեց։ Բոլոր կողմերը իրենց հռչակում են հաղթող։ Իրականում բոլորը պարտվել են։ Թրամփի ոչ մի խոսքի, ոչ մի պայմանագրի ոչ ոք չի հավատում։ Նետանյահուն այլևս չի կարողանա զսպել հերթական արկածախնդրությամբ այն զայրույթը, որը նա արդեն վաղուց առաջացրել է Իսրայելի հասարակության մի ստվար մասում։ Հոգնած է և զայրացած նաև Իրանի հասարակության զգալի մասը։ Հաղթեց արդյոք Պուտինը այդ ամեն ինչից ոչ, որովհետև նավթի գները չբարձրացան։ Մասամբ կարելի է նշել Ալիևի հաջողությունը, որը կարողացավ և բալանսավորել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և նույն օրերին Ստամբուլում ընդունեցին հակահայկական մի խայտառակ բանաձև։ Մինչդեռ այդ օրերին Ստամբուլում նաև Նիկոլ Փաշինյանն էր, որը փորձում էր բալանսավորել և հիմա գնում է Չինաստան։ Բայց ոչ Չինաստանը, ոչ առավել ևս Թուրքիան չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, դա հնարավորություն ունի անելու միայն Եվրամիությունը։ 3 ամիս առաջ մենք ընդունեցինք Եվրամիության անդամակցելու օրենքը, մինչև հիմա ոչ մի հայտ ուղարկված չէ։